Արմավիր համայնքի Արմավիր բնակավայրի Աշոտ Ջիվանու փողոց 13 փողոց հասցեում նախատեսվող բազմաթիվ նացիոնալների համալիրի կառուցման շրջակա միջավայրի վերահսկողության բնականոն հաշվետվությունը։ Տեխնիկատնտեսական ցուցանիշները կառուցապատման մակերեսը առաջին հարկի հատկող կազմում է 3747 մակերես քառակուսի մետր, իսկ ընդհանուր կառուցապատման մակերեսը կազմում է 77500 քառակուսի, որը ընդորում 60 եւ 40%-ային հարաբերության մեջ է, այսինքն 60%-ը կառուցապատվում է տարածքի, 40%-ը կանաչապատվում է։ Իսկ կանաչապատման մեջ նաև ներառվում նոր իրականացվող խաղահարակներ եւ ընդհանուր կանաչապատ նախատեսվում են նաև հարակից տարածքով անցուղիներ, այսինքն տարածքը բարեկարգվել է ընդհանուր։ Համայնքի հետ համաձայնեցնելուց հետո արդեն իրականացվել նաև կանաչապատման աշխատանքները։ Որ նախագծի իրականացման սկզբին եւ ընթացքի եւ ավարտական փուլերում այս կամ այն ձևով շոշափում են մեր իրավունքներն օրինական շահերը եւ մենք բացել ենք առանձնացրել։ Ուղղակի առաջին հարցը ուզում եմ բարձրացնել հարկայնության հետ կապված, չգիտեմ ձեզանից ես հարցեր ուղղում կամ նախաձեռնողում, որտեղ մենք բնապահպանական մասի պատասխանատուներն ենք, նախաձեռնողում բոլորը պատասխանի դրա հետ կապված։ Ադամյան չէ, Ադամյան ծերացնում, պարոն Ադամյան, ինչ է չափորոշիչներով է առաջնորդվել, որ ընտրել եք հենց 16 հարկ և 15 հարկ, իրականում օրենսդրության մեջ կան չափորոշիչներ, խնդրում եմ կամ ընդհանրապես ինչն եք հաշվի առել, որ հենց ընտրել եք այդ հարկայնությունը, ինչու չեք դե օրինակ 6 հարկ, օրինակ 8 հարկ, կամ 12 հարկ, հենց ընտրել եք 16 հարկ, կամ 15 հարկ։ Մենք մեր սեփական մոնիտորինգում հաշվարկներն ենք արել, հղում անելով հիմնվելով օրենսդրության կողմի պահանջների վրա, այ օրինակ դուք որ ընտրել եք 16 հարկ և 15 հարկ, մեր կարծիքով, էլի ասում մեր կարծիքով, որովհետև մոնիտորինգը իրականացում վերջնական պատասխանը շնորհել եզրակացության դարձնելու։ Մեր կարծիքով այդ կառուցապատման խորհրդության գործակիցը արդեն իսկ խախտված է։ Ճարտարապետը հատկագործային առաջադրանքով տրված է 0.5, օրենքի պահանջով տրված է 1.6, բայց մենք ստանում ենք 5.8 գործակից, այսինքն դուք օրենքի առավելագույն պահանջով մեր կարծիքով արդեն 3.6 անգամ խախտված է նորմը։ Ուրեմն հաջորդ հարցը, որ կուզեի բարձրացնել, կապված է ավտոկայանատեղիների և մեքենաների խցանումների հետ։ Դուք նշել եք 513 բնակարան, ճիշտ է, տարածքում, որի համար նախատեսել եք 292 տրանսպորտային միջոց։ Տեսեք, մեր ժամանակակից հաշվարկներով ամեն ընտանիք միջին հաշվարկով, ամեն դեպս մեր հաշվարկները դա ցույց տվող շահագործում է 1.5 միջինացված տրանսպորտային միջոց։ Տեսեք, 513 բնակարանի համար նախատեսված տրանսպորտային միջոցները, եթե ցուցանիշով առաջնորդվեն, 700-ը անցնում է։ 770 ստացում, պետք է ասում 700։ Անում եմ ձեր 292 ավտոկայանատեղիները տարբերությունը դառնում է մոտ 400։ 400 տրանսպորտային միջոցները որտեղ պետք է կանոնել, իրոք մենք մտահոգ ենք այդ հարցով միջոցներում։ Առաջանալը ամենօրյա կենցաղային բնույթի վեճ էր եւ այլն այս հարցը իրոք մեզ մտահոգ է։ Մի նկատի ունեցել։ Երրորդ հարցը, որ մեզ հետաքրքրում է, այն իստորիացիայի հետ կապված հարցն է արևի լույսի լուսավորության սահմանափակում, արևի լույսի լուսավորության այս հարկայնության դեպքում կոնկրետ խախտված է։ Եթե լինի ենթադրենք 5 հարկ 6 հարկ, ենթադրում եմ, որ խախտված չի նորից փոխվածականություն ենք որոշի։ Կառույցների եւ ամբարձիչների շահագործում։ Սա շատ լուրջ հարց է, որովհետեւ իրոք սա արդեն շոշափում է մեր իրավունքները, չեմ կարծում, որ տարածքը այնքան մեծ է, որ կառույցի աշխատանքային հատված է, ռուսերեն կոչվում է ստռելան, դրանք ռուսերեն բառի համար, այդ ստռելան անցնում է մեր բնակելի տան օդային տարածքով Եվրոպամասի, որը անթույլատրելի է։ Շնորհակալություն անցնենք հաջորդ հարցին, 6-րդ Պետրով Շահումյան առաջին Լևանսկի կողմից ճանապարհ բացելու հետ կապված հարցը։ Տեսեք, դուք նախատեսել եք նախագծով եւ բնական հաշվետվության մեջ կա, որ Շահումյան առաջին Լևանսկի կողմից բացել եք ստոր գետնի ավտոկայանատեղիների համար մուտք եւ հարակողքնել տրանսպորտային միջոցների համար երթևեկության ճանապարհ։